Ճապոն աշխատանքային այցի շրջանակներում մեջ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն հանդիպում ունեցած է Ճապոնի ազգային ժողովի խորհրդականներու բալադի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ։ Քննարկված են հայ-ճապոնական համագործակցության օրագարկային հարցեր։ Հակոբ Արշակյանն շնորհակալություն հայտնած է Ճապոնի Հայաստանին դրամատրած աջակցության համար, ընդգծելով տնտեսական զարգացման ոլորտի ներս Ճապոնի մասնակցության կարևորությունը։ Անդրադարձ կատարված է դարաձաշրջանային իրողություններուն։ Հիրոյուկի Նագահաման իր աջակցությունը հայտնած է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ընդգծելով ադոր կարևորությունը դարաձաշրջանի մեջ երկարաժամկետ եւ գայուն խաղաղություն ապահովելու համար։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյան շնորհավորեց Գերմանիա արտաքին գործոց նախկին նախարար Աննալենա Բերբոկը ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովի նախագահ ընտրվելուն առիթով։ Արարատ Միրզոյան այդ մասին գրած է X-ի մեջ. «Անգերձորեն կշնորհավորեմ Աննալենա Բերբոկը ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովի նախագահ ընտրվելուն առիթով եւ անոր հաջողություններ կմաղթեմ ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի այս կարևոր տարվան», գրած է Միրզոյան։ Գերմանիա արտաքին գործոց նախկին նախարար Աննալենա Բերբոկ հունիս 2-ին ընտրվեցավ ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի նախագահ։ Բերբոկ ընտրվեցավ քաղնի քվեարկությամբ, անոր աջակցած է 167 պետություն։ Քվեարկութենեն հետո անշեշտած է, որ ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանը որոշիչ պիտի իլա համաշխարհային գազམ་ագերբության համար, քանի որ այն հսկայական քաղաքական եւ նյութական ճնշման տակ է։ Բերբոկ խոստացած է թռները միշտ բաց պահել բոլորին համար։ Արամ Ղազարյանը նշանակված է ներքին գործոց նախարարության ոստիկանության պետ, ներքին գործոց նախարարի տեղակալ գահիտնեն Հայաստանի ներքին գործոց նախարարության ոստիկանութենեն։ Ղազարյան լորի մարզպետի պաշտոնը ուներ, ան 3 տեղեկացուցած էր իր հրաժարականի եւ քաղաքական ուղղակցության գործունեությունը դադրեցնելու մասին։ Հունիս 2-ին հաղորդվեցավ նաեւ, որ ներքին գործոց նախարարության ոստիկանության պետ նախարարի տեղակալ Արամ Հովանիսյանը ծառայութենեն հեռանալու վերաբերյալ թիմում ներկայացուցած է։ Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանի հունիս 2-ի հրամանակիրով Արման Խաչատուրյանը նշանակված է Մոնակոյի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփան։ Հայաստանի նախագահի հրամանակիրի մեջ նշված է Ֆրանսիայի Հանրապետության մեջ Հայաստանի Հանրապետության արտագարկ եւ լիազոր տեսփան Արման Խաչատուրյանը համատեղության ղեկով նշանակել Մոնակոյի իշխանապետության մեջ Հայաստանի Հանրապետության արտագարկ եւ լիազոր տեսփան։ Գորիսի մեջ աշխատանքը կշարունակվի Հայաստան-Ֆրանսա ապակենտրոնացած համագործակցության համաժողովը։ Հերթական 5-րդ համաժողովի վայր ընտրվեցավ Գորիսը հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիք մարզի եւ Օվերն-Ռոնալբ շրջանի միջև համագործակցությունը։ Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիային Հայաստան ժամանած են խորհրդարանականներ, պաշտոնյաներ, մարզային պատվիրակություններ, ներառյալ Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսա բարեկամական խումբերու նախագահները։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուգասյանը Գորիսի մեջ ընթացող համաժողովի շրջանակներում մեջ առանցին հանդիպում ունեցած է Սյունիքի հետ բարեկամության եւ համագործակցության հուշագիր կնքած Օվերն-Ռոնալբ նահանգի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հետ։ Քննարկված են համագործակցության վերաբերող հարցեր, կողմերը իրարու փոխանակած են խորհրդանշական նվերներ։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան նշանակալի նվաճում անվանած է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններու նոր շրջանը, որ տեղի ունեցավ չնայած ուկրաինական անօթաչու թռչող սարքերու կողմեն Ռուսաստանի խորքը գտնվող ռազմավարական օտագայաններուն վրա հարձակումին։ Բոլիս Ստամբուլի մեջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գայացած բանակցություններեն հետո, որոնք Էրդողանը հոյագապ համարած էր, Թուրքիան նախադեսած է նախաձեռնել գագաթնաժողով մղեկավարներու մագարտակով, ըսած է Թուրքիո առաջնորդը։ Ան նշած է, որ իր գլխավոր նպատակն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Զելենսկի եւ Պուտինի անձնական հանդիպումը։ Իմ ամենամեծ ցանկությունս է, որ Պուտինն ու Զելենսկին հանդիպին Ստամբուլի մեջ կամ Անկարայի։ Ես նույնիսկ փապակեի Թրամփին այնտեղ բերել, ըսած է Էրդողան։ Ուկրաինայո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարած է, որ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան իր հետ զրույցի մեջ առաջարկած է 4 ղեկավարներու հանդիպում, որուն կմասնակցին իրենք երկուքը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ, կհաղորդե The Associated Press գործակալությունը։ Տպավորությունս այն է, որ հրատատար դեղի պիտի չունենա առանց նման հանդիպման, ըսած է Զելենսկին իր հերթին Սպիտակ տան մամլոքարտուղար Քերոլայն Լևիթ հայտնած է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպելու Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Նախագահը ասաց է, որ պատրաստ է հանդիպման, եթե կորձը հասնի ադոր, բայց կփապակի, որ այդ երկու ղեկավարները եւ երկու կողմերը միասին նստին բանակցություններու սեղանի շուրջ, ըսած է Լևիթ։ Անշեշտած է, որ Թրամփ կփապակի, որ այս պատերազմը ավարտվի բանակցություններու սեղանի շուրջ։ Հունիս 2-ին Բոլսո մեջ կայացավ ռուս-ուկրաինական բանակցություններու երկրորդ շրջանը, կողմերը պայմանավորված են ռազմակերիներու փոխանակման շուրջ, սակայն հրատատարի հասնելու մասով մեծ առաջընթաց չի արձանագրված։
Հունգարիան գաճակցի ռուս-ուկրաինական հագամարտության ղեկավարման ուղղված Ամերիկայի նախագահ Թրամփի ջանքերուն այն բարակային, երբ Եվրամիությունը կցկտի, որբեսի այն շարունակվի։ Այդ մասին հայտարարած է Հունգարիո վարչապետ Վիկտոր Օրբան։ Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը գդրուկ հաղթված է, դեռ երբեք նման անջրվետ չէ եղած Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցներուն եւ Բրյուսելի ու Կիևի առաջնորդներուն միջև, որոնք կփապակին շարունակել մարտական գործողությունները գրած է անընկերային հարթակներու վրա։ Վարչապետը ընդգծած է, որ Հունգարիան պիտի մնա խաղաղության կողմը, նույնիսկ եթե այդ հանգեցնե, որ Բրյուսելի հետ անոր քննարկումները դառնան ավելի աղմկոտ։ Մենք պետք է պատրաստ ըլլանք այն բանին, որ Հունգարիան ենթարկվի կրկնակի ուժով հարձակումի, քանի որ Հունգարիան նախագահ Թրամփի դաշնակիցն է, իսկ Հունգարիան խաղաղություն կցանկա, հայտարարած է Օրբան։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ոչ խաղաղության, ոչ ալ պատերազմի վիճակի մեջ է, այդ կարծիքը հայտնած է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն ելույթ ունենալով Լիտվանիո մեջ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկիրներու գագաթնաժողովեն հետո գայացած մամլո ասուլիսին։ Ան նշած է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանեն եկող սպառնալիքը իրական կհամարի, ինչպես նաև Եվրոպայի համար ահաբեկչության սպառնալիքները կպահպանվին։ Ան գոչրած է Հյուսիսատլանտյան դաշինքը ապահովել ավելի մարդունակ զորքով եւ զենքով։ Ռյութեն նաև խոստացած է շարունակել Կիևին դրամատրվող համապարփակ ռազմական աջակցությունը, որուն համար դաշինքի երկիրներեն լրացուցիչ հատկացումներ կպահանջվին։ Երևան եւ Մադրիդ քաղաքներուն միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակներում մեջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան այցելած է Մադրիդ եւ հանդիպում ունեցած քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդայի հետ։ Այս մասին կգրե Ավինյան։ Քննարկված են Երևանի եւ Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։ Համոզված ենք, որ այս գործընկերությունը պիտի նպաստի երկու քաղաքներուն միջև փորձի փոխանակման եւ համատեղ նոր ծրագիրներու իրագործման, գրած է Տիգրան Ավինյան։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։